Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն հարգարժան տիկնոջ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այսօր Հայաստանն այցելեց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն իր պաշտոնական այցով, ընդ որում նա նաեւ մասնակցություն ունեցավ Երևանյան երկխոսություն այդ արդեն ամենամյա դարձած համաժողովին, մասնակցելով պանելային քննարկմանը, մենք լսեցինք երկու արտգործնախարարների հանձնառությունը, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները արդեն պետք է ինստիտուցիոնալացվեն, ռազմավարական գործընկերությունը պարփակող մի փաստաթղթով, որը պետք է առաջիկայում մշակվի։ Այս ամենը ցույց է տալիս հետևյալը, որ այո, Հայաստանը ցուցաբերում է շահագրգռվածություն Եվրամիության եւ Ֆրանսիայի հետ հարաբերությունները խորացնելու եւ կարևորագույն ուղղություններից է այստեղ այնինչ կարող ենք կոչել տնային աշխատանք։ Խոսքը ռեֆորմների օրակարգին է վերաբերվում։ Թե ինչ վիճակում են մեր ռեֆորմները, սրա համար կան ցուցիչներ։ Դրանք այն աղմկահարույց քրեական գործերն են, որոնց հետ կապված կամ որոնց մեջ պարունակող մեղադրանքները կամ առերևույթ մեղադրանքներն, այսպես ասենք, արդեն վերածվել են քաղաքական խոսույթի բաղկացուցիչ։ Մենք լսում ենք պարլամենտում թալանչիների մասին, դե եթե թալանչիներ են, ապա ուր են քրեական գործերը, խոսքը գնում է հանցագործության մասին։ Խոսում են մարդասպանների մասին, ճիշտ է, այդ դեպքում ուր են քրեական գործերը մարդասպանության մասին։ Սա եւս հանցագործություն է։ Խոսք է գնում ընտրություններ գողացած լինելու մասին, սա եւս հանցագործություն է։ Այս ամենը ցույց է տալիս հետեւյալը, որ մենք խնդիր ունենք իրավապահ համակարգի, դատաիրավական համակարգի կարողությունների հետ։ Արդյոք այդ մասշտաբի, այդ նշանակության քրեական գործեր կարողանում են այդ համակարգերը, այսպես ասենք, մարսել եւ տալ այդ տեղի ունեցածին, կատարածին պատշաճ քրեաիրավական գնահատական իր բոլոր հետևանքներով։ Հաջորդ հարցը, իսկ ընդհանրապես մեր երկիրն ունի այդպիսի կարողություն, որպեսզի այսպես ներքին ռեսուրսներով ռեֆորմ կատարի այդ համակարգներում, բերելով նրանց այն պատշաճ մակարդակի, որը կհանգեցնի նրան, որ նրանք կսկսեն դրսևորել այդպիսի ունակություն։ Թե չունենք, թե այնուամենայնիվ այս համագործակցությունը, որը մենք խորացնում ենք Եվրամիության հետ եւ Ֆրանսիայի հետ, այն էլ Ռուսաստանի կողմից տարվող հիբրիդային պատերազմի պայմաններում, այդ համագործակցությունը պետք է հենց ծառայի նրան, որպեսզի մենք այդ ռեֆորմները կարողանանք կատարել։ Եվ մի հարց էլ եւս։ Ի վերջո մեզ այդ ամենը պետք է թե պետք չէ, որովհետև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանին հաստատ պետք չէ, որովհետև Ռուսաստանի համար մարտահրավեր է Հայաստանի ցանկացած հավելյալ կարողություն եղածի հետ համեմատած։ Եվ այո, ռուսներն ուզում են մեր անկարողությունը, որպեսզի իրենք այստեղ պահպանեն իրենց շահեկան դիրքերը եւ իրենց այս աննորմալ ներկայությունը մեր երկրում։ Բացի դրանից էլ բոլոր այդ որակումները, որոնք հնչում են, դրանք այսպես կոչված Ռուսաստանի բարեկամ սուբյեկտների հասցեին են հնչում։
Եվ օդում շրջանառվող լուրերի համաձայն, այո, ռուսները համարում են, որ եթե այսպես ասենք, կպնում ենք նրանց, ապա կպնում ենք ռուսներին եւ նրանք կարող են դա որակել որպես ռուսոֆոբիա, այն ընդ որում այսպես չվաստակած, հա, իբր Ռուսաստանը չի վաստակել այդպիսի վերաբերմունք մեր կողմից։ Ահա այսպիսի այլասերված պատկերացումներ։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը։ Բարև եք եկել, պարոն Սաքունց, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ողջույններս, պարոն Մեհրաբյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաքունց, դուք ուշով հետևում եք այս դեպքերին, զարգացումներին, հայտարարություններին, հաղորդագրություններին, որոնք տարածվում են։ Մենք գանք մի մարդու, ով թյուրիմացաբար 10 տարի նախագահի պաշտոն է զբաղեցրել Հայաստանում, իսկ հետո վռնդվել է իշխանությունից, սկզբից մի քրեական գործ էր շրջանառվում առերևույթ $500,000 գրպանման հետ կապված կամ առերևույթ գրպանման արդարացվում է այդ անձնավորությունը եւ հիմա մի նոր գործ կաշառք $3 միլիոն չափով։ Որն է ձեր տպավորությունը, եզրակացությունը, գնահատականը այս ամենի, ինչպես նաեւ ձեր կարծիքով դեպքերի ինչպիսի ընթացք է մեզ սպասում։ Համեցեք։ Շնորհակալություն ձեր նախաբանի խոսքում շատ կարևոր մի քանի հարցերի անդրադարձակ, որի մեղը հիմնականում հետևյալն է, որ ցավոք սրտի մենք ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանում ընդհանրապես բարեփոխումների, դա կլինի հակակոռուպցիոն բնագավառում, դա կլինի դատաիրավական բնագավառում, իրավապահ համակարգի բնագավառում մշտապես արձանագրում ենք կամ ելնում ենք այն փաստից, որ այդ բարեփոխումներում շահագրգիռ չի Ռուսաստանը, հանձինս Կրեմլի ռեժիմի։ Առաջի հայացքից շատ տարօրինակ, եթե չասեմ, ուղղակի անպատկերացնելի մի արձանագրում, որ փաստորեն մեկ այլ պետություն, հանձինս Ռուսաստանի Դաշնության, ունի ոչ միայն ունի շահ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում, մեկ այլ պետությունում տեղի չունենան որակական բարեփոխումներ, արմատական բարեփոխումներ, որպեսզի վերջո պետական ինստիտուտները գործեն ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան եւ սոցիալական պետության չափանիշներին համապատասխան, այլ նաեւ փաստորեն կարողանում է սահմանափակող դեր ունենալ այդ բարեփոխումների ճանապարհին։ Եթե մենք սա որպես փաստ ենք արձանագրում, պարոն Մեհրաբյան, ապա դրա հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջ գալիս։ Ի վերջո, այդ ինչպես է կարողանում հաջողացնել կամ որոնք են այն լծակները, որոնցով փաստորեն Պուտինյան ռեժիմը կարողանում է մեկ այլ պետության ներքին, բացարձակապես ներքին բարեփոխումների առումով ունենալ նման սահմանափակող ազդեցություն։ Եվ այդ առումով նաև հարց է ծագում, թե ինչքանով է Հայաստանը ինքնիշխան եւ ինչքանով է ներկայ իշխանությունը կարողանում իր ներքին բարեփոխումների օրակարգը առաջ մղելուց հանդես գալ որպես իրապես ինքնիշխան պետություն եւ ինքնուրույն որոշել իր
բարեփոխումների ընթացքը։ Եվ այս առումով, երբ որ տեսնում ենք այն ձեր նշած ուժերը, որոնք ներկայացված են որպես ընդդիմություն ազգային ժողովում, ապա հանձինս այդ ուժերի, այո, Կրեմլը ունի իր աչակիցները, որոնք բացարձակապես շահագրգիռ չեն այն բարեփոխումներով, որոնք ուղղակի իզոթոզը չեն թողնի այդ ուժերի, որտեղ իրենք ամբողջ էությամբ լինելով քրեական, թե իրենց կառավարման ժամանակահատվածում դրա վերաբերյալ բազմաթիվ ուրեմն փաստական հանգամանքներ, բազմաթիվ գնահատականներ, այդ թվում նաև միջազգային զեկույցներում եւ այսքանից հետո ինչու չեն դրանք արձանագրվում որպես իրավական փաստաթղթեր կամ իրավական գնահատականներ, ինչու չի հաջողում ստանալ, որովհետեւ մի շատ հետաքրքիր փաստ արձանագրենք եւս Այդ ինչպես է լինում, որ հայտնի մարտի 1-ի գործով, ասենք, այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը, Սերժ Սարգսյանը, ներգրավված է մեղադրյալների ցանկում։ Այդ ինչպես է լինում, որ մարտի 1-ի գործով ներգրավված չեն հայտնի 0038, եթե հիշում եք, չէ, այդ գաղտնի անով այն մարդկանց ցանկը, որոնք մի ամբողջ օլիգարխիկ եւ չգիտեմ ինչ-որ պաշտոնատար անձանց, որոնց թիկնազորներին կամ չգիտեմ իրենց ջոկատներին տրամադրվել էր զինվորական հագուստ։ Ինչու՞։ Այս հարցը մինչև հիմա մնում է օրակարգում, չկա, չէ՞, վերջնաշով Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրաված չէ։ Դա ինչ է նշանակում։ Մարտի 1-ի գործով ներգրաված չէ։ Հիմա կամ ինչու՞ չի հարուցում քրեական գործ այն հիմքով, որ այդ մարդը որպես նախագահ իր կուսակցության գերագույն մարմնում այնպիսի սպառնալիքներ եւ գնահատականներ են հնչեցնում, որ մեկ այլ կուսակցության անկարողանից այդ կուսակցության ղեկավարի նկատմամբ ինչ վերաբերմունք ունենք իրենց նախկին դաշնակիցներ, թե ինչ է, բայց ստիպեցին հեռանալ իր ղեկավարած կամ իր ստեղծած իր հիմնադրած կուսակցության նախագահի պաշտոնից, ավելին նաեւ սպառնացին, որ չմասնակցի հերթական ուրեմն պարլամենտական ընտրություններին եւ նախագահական ընտրություններին կարծեմ։ Այսինքն էլ ինչ փաստեր են պետք եւ ինչու չի դա արվում։ Երբ որ դուք խոսեցիք ունենք արդյոք այդ ռեսուրսները թե չէ, բայց Մեհրաբյան, մի հատ հիշենք էլի ասենք, Էստոնիայի բնակչությունը 1.5 միլիոն է։ Օրինակ, հա, Մեսբարտյան նախկին հանրապետությունները որպես անկախ պետություններ։ Բնակչության առումով։ Այո ավելի քիչ ռեսուրսներ ունեն, թե Լատվիան, չէ, թե Լիտվան, Էստոնիայի մասին արդեն հիշատակեցի։ Այդ ինչպես է լինում, որ նրանց մոտ այդ ռեսուրսները բավարարեցին, որպեսզի կարողանան խորհրդային միության փլուզումից հետո, անկախության ձեռքբերումից հետո վճռական քայլ կատարեն, դիմում ներկայացնեն Եվրամիությանը Եվրոխորհրդին, հետո Եվրամիությանը անդամագրելու, հետո ՆԱՏՕ-ին անդամագրելու, իրենց ներքին ինստիտուցիոնալ փոփոխությունները կատարելու, ի վերջո իրականացնելու այն անհրաժեշտ բարեփոխումները, որպեսզի սովետիզմը, կոմունիզմը որպես գաղափարական, որպես չգիտեմ, հոսանք չասեմ, այլ մտածելակերպ դառնա անընդունելի անգամ, իսկ ռուսական ազդեցությունը քաղաքական, տնտեսական, չնայած գազ են գնում, իրենք էլ են չէ գազ գնում Ռուսաստանի Դաշնությունից մինչև վերջերս, բայց անգամ իրենց տարածքով վերջին հաշվով տրանզիտ ճանապարհ էր տրամադրված Կալինինգրադի, հա, Մարս այդ փոխադրումներ իրականացում, բայց չկրեցին այդ քաղաքական ազդեցություն, իսկ ինչու է Հայաստանի պարագայում դա հնարավոր, ինչու Հայաստանը չի կարողանում ձերբազատվել, այնպես չի կարողանում ձերբազատվել, որ կարծես Կրեմլի ռեժիմը ուղղակի մխրշված է Հայաստանի օրգանիզմի մեջ, հասկանում եք այդ քաղցկեղը,
եւ դա տեսնում ենք ամենատարբեր օրինակներով, ռուսական տնտեսական ներկայությամբ ուրեմն ձեռնարկությունները, կազմակերպությունները կարծես թե Հայաստանի Հանրապետությունում զերծ են կոռուպցիայից։ Պատկերացնում եք, չէ՞, այսինքն մի ամբողջ համակարգային մարդատյաց կոռումպացված ռեժիմի տնտեսավարող սուբյեկտները Հայաստանում բացարձակապես որևէ կոռուպցիոն դրսևորումներ չունեն ու մեր իրավապահ մարմիններն էլ որևէ փաստեր չունեն դրանց կոռուպցիոն դրսևորումների հետ կապված։ Հասկանում եք, եւ շատ ցավալի է, եկեք արձանագրենք, որ հեղափոխությունից 8 տարի հետո, իսկ մյուս տարի 8 տարին է լրանում ի վերջո 2026 թվականի պարլամենտական ընտրություններին եւ դրա այդ ընտրություններից 1 տարի առաջ նոր ինչ-որ նոր քրեական ինչ-որ գործեր են հարուցվում սա արդյոք չունի նախընտրական ժամանակահատվածին բնորոշ դրսևորումներ, որպես քաղաքական գործոններ, հա, որպեսզի կարողանալ հղում անել եւ տեսեք, այ մենք էս արել ենք, բայց արդեն ավարտված պետք է լիներ այնպես, որ անգամ այդ ռեժիմների ներկայացուցիչները նույնիսկ չհամարձակվեին հանդես գալ որպես քաղաքական ուրեմն սուբյեկտներ, որովհետեւ տեսեք կրիմինալի, քրեականի եւ քաղաքականի այնպիսի սերտաճում, ինչպիսին եղել այդ 20 տարիների ընթացքում անպատկերացնելի է, բայց շարունակում է մնալ, այսինքն քաղաքականության եւ քաղաքական սուբյեկտների դաշտում քրեականացումից զտում չի տեղի ունեցել։ Կրիմինալը շարունակում է հանդես գալ որպես քաղաքական գործոն եւ այո, Կրեմլը շատ լավ գիտենք, Պուտինյան ռեժիմը միայն այն երկրներում ունի քաղաքական ազդեցություն եւ այն սուբյեկտների միջոցով, որոնք իրենց բովանդակությամբ կրիմինալ են։ Անկամ կապ չունի, դա կլինի Եվրոմիության անդամ պետություն, թե ոչ, հանցինս ասենք, թե նույն Հունգարիայի, որը իր ամբողջ ուրեմն համակարգով լինելով Եվրոմիության անդամ պետություն, ավտորիտար կոռումպացված է եւ դարձել է այնքան այնպիսի մակարդակի, որ Եվրոմիության համար է գլխացավանք ի վերջո։ Նույնը Սլովակիայի պարագայում է, ասենք։ Եվ այս առումով իհարկե ես միանշանակ արձանագրում եմ դա պետք է ունենալ համապատասխան քաղաքական կամք, որ ոչ թե կիսատ, պռատ, հատվածային, հա, ուրեմն քայլերով ինչ-որ փորձել քաղաքական համակարգը կրիմինալազրկել, այլ դա պետք է արվեր ամբողջական, հիմնավոր եւ ցավոք սրտի չի արվել։ Այնպես որ այստեղ ակնհայտ է, որ քաղաքական կամքի մեջ մտնում է նաև կարողությունը, որտեղ եթե դու կարողություն չունես, բայց միաժամանակ էլ չես քայլ կատարում, որպեսզի այդ կարողությունները զարգացվեն, հա, իսկ թվում է, գիտեք, մենք խոսում ենք այնպիսի համակարգերի մասին, ես նկատում եմ դատական համակարգ, օրինակ հիմա դատախազություն, որոնք եւ այդ բարեփոխումների ընթացքը, որոնց վրա կներեք չէին կարող ազդել, եթե նույնիսկ ազդեցություն ունեցել չէին կարող այն նույն ազդեցություն ունենալ, ոնց որ ասենք COVID-ը կամ նույնիսկ 44 օրյա պատերազմը, որովհետեւ դրանց հետ կապված այդ մարտահրավերների, սպառնալիքների հետ կապված բոլորին այլ մարմիններ են զբաղվել։ Բոլորը այն կառույցներ են պատասխանատու, բայց ոչ արդարադատության նախարարությունը։ Այնպես որ այստեղ այո անհրաժեշտ հետևողական դրա մասին խոսել ենք, քայլերը չեն կատարվել, կամ ինչ է նշանակում միջև հիմա, հիշում եք մի քանի տարի առաջ էր կարծեմ, ինչ-որ քրեական գործեր հարուցեցին ընտրական ընտրությունների ժամանակ կեղծիքների համար, չէ՞, ընտրակաշառքներ եւ այլն։ Բոլորի աչքի առաջին էր, որ ընտրակաշառքներ էր բաժանվում։ Պարարտանյութ, տուկի թեյլ, հա, հիշում եք, չեմ խոսում նաև
Ես ու ինչ ուր գնացին, այսինքն էլ չեմ խոսում տարբեր ուրեմն զեկույցներ, նաև փաստահավաքարակելություններ, տվյալներ եւ այլն, ինչու՞ չի արվում։ Այս հարցը պետք է պատասխանեն, այս հարցին պատասխան պետք է տան իշխանության ներկայացուցիչները։ Եթե դրա համար պետք էր օրենսդրական դաշտի փոփոխություն անեիք, չէ, հայտնի դասականի ասելով մուշներ էր ձեռքին, ուրեմն մեղնել էր ձեռքին։ Փոխեիք օրենքները, ստեղծեիք իրավական անհրաժեշտ դաշտ, որ հանրության, հանրային շահերի, պետության շահերի դեմ նման ոտնձգությունները չունենային քրեական ուրեմն արդարադատության տեսակետից ժամկետային, սահմաններ։ Անեիք, ով էր խանգարում։ Պարոն Սաքունց, այնուամենայնիվ իհարկե այդ այսպես կշտամբանքը քննադատությունը միանգամայն հասկանալի է, որովհետև աշխատանքի որակի մասին կարելի է դատել միայն դրա արդյունքներից, իսկ արդյունքները, այսպես ասենք, դեռ շատ մեղմ ասած շատ հեռու են ընդունելի լինելուց։ Հիմա մի հանգամանքի վրա, պարոն Մեհրաբյան, երևի սա երբևէ չի հնչեցվել, բայց ուշադրություն դարձնենք, տեսեք, ամբողջ արդարադատության, նույնիսկ կրկնեմ, արդարադատության վիճակի եւ ընդհանրապես ուրեմն համակարգային վիճակը բնութագրող մի կարևոր ցուցանիշ։ Վանո Սիրադեղյանին մեղսագրվում էր որոշակի հանցագործություններ, հիշում եք։ Այո։ Եվ քրեական հետապնդումից խուսափելու նպատակով Վանո Սիրադեղյանը լքեց Հայաստանը։ Եվ Թավշյա հեղափոխությունից հետո հնարավոր չեղավ Վանո Սիրադեղյանի վերադարձը Հայաստանի Հանրապետություն եւ կամ չստեղծեց նման հնարավորություն կամ պայմաններ։ Շատ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը շարունակում է գտնվել Հայաստանում, չէ՞։ Ինչն էր այս երկու իհարկե բովանդակության կամ մակարդակի առումով չես կարող համեմատել, որտեղ մեկը իր ոչ միայն ստեղծագործության բնույթով, այլ նաև քաղաքական վերլուծությունների առումով շատ տարիներ, չէ, վերջին հաշվով առաջ էր նաև գնահատականներ տվել եւ նաև կանխատեսումներ արել։ Ինչն է դրանց միջև տարբերությունը, գիտեք, որտեղ մեկը իր ամբողջ վարքագծով ու դիրքորոշմամբ ռուսական իմպերիայի դեմ էր։ Վանո Սիրադը, մյուսը ոչ։ Հասկանում եք Հայաստանի վիճակը ինչպիսին, այսինքն շատ լավ, երկուսին է մեղսագրվում է հանցագործությունների կատարման մեջ, բայց մեկը Հայաստանում շարունակում է մնալ, այն էլ ազատության մեջ, եւ այդպես էլ չեն կարողանում նրա նկատմամբ ուրեմն քրեական հետապնդումը հիմնավորել։ Այո։ Մյուսը ընդհանրապես այդ հիմնավորումների կամ բանի առումով որևիցե խոսք չկա, բայց նա հնարավոր չգտավ եւ հնարավորություն չստեղծվեց նա էլ վերադառնա Հայաստանում էլի դատական համակարգում, իր մեղավորությունը կամ անմեղության հարցը լուծվի, բայց ասում հիմնական տարբերությունը, որ մեկը հստակ Կրեմլի դեմ, ռուսական իմպերիայի դեմ ուներ դիրքորոշում, եւ դա մշտապես է եղել, իսկ մյուսը քիմիայի մեջ է, այսինքն հիմա եթե նայում ենք այդ համակարգը մեր քաղաքական, ապա դուրս է գալիս, որ Կրեմլի հետ քիմիական կապի մեջ գտնվողները Կրեմլի ռեժիմի հետ, այստեղ ավելի կարող են ազատ իրենց զգալ, քան Կրեմլի հետ քիմիական կապի մեջ չմտնողը, թեկուզ եթե երկուսն էլ ասենք, թե
իրավական տեսակետից մեղադրյալի կարգավիճակ ունեն։ Եվ սա արդարադատության համակարգի խնդիրն է։ Այսինքն վստահության խնդիրն է։ Սա ունիկալ ցուցանիշ է։ Ես պետք է ասեմ, սա ուշադրություն չենք դարձրել, որովհետև դե ասենք, մեկը ինչ է, հանցագործություն են կատարել, մեկը փախել այն, մեկն էլ ենթադրենք բաներ մնացել այստեղ, բայց դրա հիմքում գած են քաղաքական գործոնները։ Եվ երաշխավորի գործոնն է այստեղ որոշիչ։ Ով է երաշխավորը։ Եվ այդ երաշխավորությունը նշանակություն ունի։ Հասկանում եք, սա շատ լուրջ խնդիր է։ Եվ այս վիճակը մենք չենք հաղթահարել Թավշյա-հեղափոխությունից հետո։ Եվ այդքանից հետո ուրեմն ես ասում եմ, որ ինքնիշխանությունը Հայաստանի բավական շատ լուրջ հարց է։ Արդյոք մենք ինքնիշխան պետություն ենք հանդիսանում, թե ոչ։ Պարոն Սաքունց, այսօր մենք լսեցինք, որ Հայաստանը եւ Ֆրանսիան պատրաստվում են ռազմավարական գործընկերության մասին համապարփակ փաստաթուղթ կազմել եւ ստորագրել։ Երկու արտգործ նախարարներն էլ այդ մասին հավաստիացրեցին։ Զուգահեռաբար Հայաստանը այցելել Սլովակիայի վարչապետ Ֆիցոն, նաև այստեղ է Հունգարիայի արտգործնախարար Սիյարտոն, խոսքը երկու այն երկրների մասին է, որոնք Եվրոպայում, այսպես ասենք, համաեվրոպական կոնսենսուս են միշտ խախտում, երբ Եվրամիությունը փորձում է Ռուսաստանին զսպման ուղղված քայլեր ձեռնարկել։ Միևնույն ժամանակ Սլովակիան ոչ, բայց Հունգարիան Հայաստանին եւս խոչընդոտում է, այստեղ նաև Ալիևի ռեժիմի ազդեցությունը կա վստահաբար եւ խոսքը օրինակ վերաբերվում է այդ Եվրոպայի խաղաղության պլատֆորմին, EFP կոչված այդ ծրագիրը, որի շահառուն է նաև Հայաստանը եւ որից, այսպես ասենք, ոչ մահաբեր պաշտպանական սարքավորումներ եւ պարագաներ է Հայաստանը ստանում։ Եվ հիմա գիտենք, որ 25 թվականի համար Հայաստանը եւս հայտ է ներկայացրել եւ Հունգարիան ըստ մամուլի հրապարակումների խոչընդոտներ է հարուցում։ Հիմա Հայաստանը որոշել է նրանց հետ երկկողմ այսպես երկխոսության ճանապարհով փորձել հարթել հարցը։ Մենք նայեցինք վարչապետ Փաշինյանի եւ վարչապետ Ֆիցոյի այդ համատեղ ասուլիսը, մենք տեսնում ենք, որ Հայաստանի հետ նույնիսկ ռազմատեխնիկական եւ ռազմաարդյունաբերական համագործակցություն է ձևավորվում Սլովակիայի հետ, Սլովակիան նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Հունգարիայի հետ կապված առայժմ ոնց որ ասում են Սիյարտոյից ձեն չկա։ Նաեւ ձեն չկա, թե ինչ կա Հունգարիայի դիրքորոշման հետ կապված։ Դուք ինչպես եք տեսնում այս այցերը, նաև դրա հակառակ կողմից, ի վերջո մենք գիտենք, որ այդ մարդիկ նաև ինչ-որ մի առանձնահատուկ սենտիմենտներ են տածում Պուտինի եւ իր ռեժիմի նկատմամբ, Մոսկվայի նկատմամբ եւ այլն։ Համեցեք։ Տեսեք, ամփոփելով այսպես, հակիրճ։ Ֆրանսիայի արտգործնախարարի այցը իհարկե նախ արձանագրենք, որ պաշտոնական էր ի տարբերություն, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի, որը անվանվում էր աշխատանքային։ Բայց մի հատ հարց, իսկ ինչու հիմա նոր պետք է ռազմավարական համագործակցության մտադրության մասին ընդամենը խոսվի, այն էլ հուշագրի մակարդակով, իսկ ինչու չի անցած տարվանից այդ ռազմավարական գործընկերության կամ համագործակցության պայմանագիրը կնքվել Ֆրանսիայի հետ։ Ինչու։ Արարատ Միրզոյանն ասում է, որ մենք հիմա
համագործակցում ենք Ֆրանսիայի հետ այնպիսի ոլորտներում, որպեսինում չեն համագործակցում այն երկրները, որոնք ունեն արդեն այդ պայմանագիրը կամ համաձայնագիրը Ֆրանսիայի հետ։ Մեզ ուղղակի մնում է արդեն եղածը հանձնել թղթին։ Սա է ասում Միրզոյանը եւ կարծեք թե Բարոնն էլ նրա հետ համաձայն է։ Պարոն Միրաբյան, խոսքը գնում է մի պետության մասին, կոնկրետ, որոնց համար պայմանագրային պարտավորությունները սկզբունքային նշանակություն ունեն։ Եվ Հայաստանը չի կարող մոտենալ ռազմավարական համագործակցության բովանդակությանը զուտ այն հիմնավորմամբ կամ հիմքով, որ Ֆրանսիայի ներկա կառավարությունը ունի, այսպես կոչված, բարյացակամ է վերաբերվում Հայաստանին։ Մի օրինակ բերեմ, եթե մենք ունենայինք ռազմավարական գործընկերության պայմանագիր Միացյալ Նահանգների հետ, ապա վարչակազմի փոփոխությունը չէր կարող ազդեցություն ունենալ պայմանագրի վրա, բայց եթե չունես այդ պայմանագիրը, հիմա ասենք Բայդենը ավելի որպես դեմոկրատական կուսակցության կողմից նախագահ ավելի դրական էր ուղղված Հայաստանին, Տրամպը տեսնում եք, ինքը շատ լավ համագործակցում է Պուտինյան ռեժիմի հետ, ի տարբերություն Բայդենի, որ ուղղակի մարդասպան էր անվանում Պուտինին, այդպես էլ անվանից։ Այսինքն նման պետությունների հետ հարաբերությունների զարգացումը չպետք է դնել այդ հիմքի վրա, որտեղ գիտեք լավ աչքով են նայում կամ ջերմ հարաբերություններ կան, անձնական հարաբերությունները շատ կարևոր են, բայց պայմանագրային իրավական պարտավորություններ արձանագրող փաստաթղթի հիման վրա համագործակցությունը չի կարող որևիցե նախագահ փոխի, չի կարող, նա լավագույն դեպքում պետք է մտնի պարլամենտ կամ չգիտեմ ինչ, որ այդ պայմանագրերը, որոնք վավերացվում են միջպետական պարլամենտների կողմից, փոխի կամ չգիտեմ ինչ որ փոփոխություններ կատարի։ Այսինքն ես ինչ եմ ուզում ասել, որ իհարկե այն որ Ֆրանսիայից սպառազինություն է ձեռք բերվում պաշտպանության համար, դա շատ կարևոր արձանագրում էր։ Բայց ուշադրություն դարձրեք, ասուլիսի ժամանակ ես չտեսա, հիշում եք լրագրողներից մեկը հարց տվեց, որ բառացիորեն մի քանի օր առաջ Երևանում էր Լավրովը, որը Ֆրանսիային անվանեց թշնամի պետություն։ Այո։ Այդ հարցին ես չտեսա հստակ պատասխան, ասենք այն ժամանակ էլ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի կողմից եւ հիմա էլ չլսեցի այդ պատասխանը, որ կարող է դուք համարում եք թշնամի, բայց Հայաստանի համար ինքը թշնամի պետություն չէ։ Դա չէ բարձր այսինքն։ Չնայած ինքնին այցելությունը դա պատասխանն է, որ թե այցելությունը կա եւ պաշտոնական այցով է գալիս եւ այլն, տեովար հերկվում է փաստով, բայց քաղաքականությունը նաև խոսույթներն են ի վերջո, չէ՞։ Եվ այս պարագայում ձեր նշած երկու երկրները Սլովակիայի վարչապետը եւ Հունգարիայի արտգործնախարարը, որոնք ի դեպ մասնակցել էին մայիսի 9-ին Պուտինյան այդ շքերթին, հա, այդ շոուին, ուշագրավ է, այսինքն դե դրանք այն պետություններն են ի դեպ ասեն, որոնք Եվրոմիությունում, ինչպես նշեցիք, Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանն են եւ եթե անգամ Եվրոմիության շրջանակներում են նրանք հանդես գալիս այդ կոլեկտիվում, հա, այդ ակումբում Պուտինյան ռեժիմի անթաքույց պաշտպանողների դերում, ապա պարզ չէ, որ Հայաստանի հետ հարաբերություններում այդ կառավարությունները բացառապես պետք է ուղղակի շատ ավելի հեշտությամբ, որովհետև չկա որևիցե արգելք, հանդես գան Պուտինյան ռեժիմի թելադրանքով կամ առնվազն նրա շահերի պաշտպանության տեսակետից, որովհետև
Հայաստանը Հունգարիայի հետ ինչ ընդհանուր շահեր պետք է ունենա։ Իհարկե, այստեղ մի բացառություն կա, եթե հաշվի առնենք, որ ժամանակին Հունգարիայի աջակցությամբ որոշ թվով ռազմագերիներ ազատվեցին Բաքվի բանտից, մեկ արդարացումը, որ գոնե այս հանդիպման ընթացքում Բաքվում այս պահին ռազմագերիների եւ հայ գերիների պատանդների ազատման հարցում փորձեն ինչ-որ համաձայնություն գա օգտագործելով Հունգարիայի սերտ կապերը, ասենք Բաքվի ռեժիմի հետ։ Սա զուտ ինչ-որ մի հատ, տարբերակ, բայց այլ ուրեմն բացատրություն կամ գուցե ենթադրենք համաձայնության կան, որ իբր Եվրոմիության հետ հարաբերությունների զարգացման առումով չխոչընդոտեն, բայց դե կներեք ինչքան էլ խոչընդոտել են, մեկ է դա Հայաստանը դեռ ոչ տեխնացու է Եվրոմիության անդամության, որ իրանք ինչ-որ պահի բան անեն, դեմք քվեարկեն։ Ուղղակի այս պահին ես արձանագրում եմ, որ Պուտինյան ռեժիմը Եվրոմիության անդամ երկու պետություններին ուղարկել է Հայաստան, եւ այստեղ ես որևէ երկկողմանի հարաբերությունների զարգացում ինքնիշխան որպես Հայաստանի պետություն եւ այդ պետությունների հնարավորությունը շատ քիչ եմ հավանական համարում, որովհետեւ նրանք մի աչքով նայելու են թե Կրեմլի, եթե արդեն Կրեմլի չի ասել ինչպես պահել։ Ֆրանսիան ուրիշ է եւ այդ դեպքում հենց Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը դա ուղղակի պարտավորություն է, ոչ թե բարի ցանկության, եւ ոչ էլ այսպես կոչված լատենտային, ոչ հրապարակային ինչ-որ մեխանիզմներով, այլ հստակ դա դիրքորոշում է։ Եվ ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի եւ շուտապույտ, ես ասում եմ, դեռ 23 թվականից հետո պետք է եւ 24 թվականին պետք է արդեն այդ պայմանագիրը կնքվեր։ Եվ ոչ միայն Ֆրանսիայի հետ։ Այդ պայմանագիրը պետք է կնքվեր Միացյալ Նահանգների հետ, այդ պայմանագիրը պետք է կնքվեր Գերմանիայի հետ, այդ պայմանագիրը պետք է կնքվեր Լեհաստանի հետ, ինչու չալվեց, ինչու չպետք է գնալ այդ ճանապարհով։ Այնպես որ այստեղ եւ տեսնում ենք այո մի կողմից Ֆրանսիայի արտգործնախարարի կարևոր այցը, բայց մյուս կողմից է տեսնում ենք պրոպուտինյան ռեժիմների Եվրոմիության կազմում պրոքսիների, այցելություն, այնպես որ այստեղ մեծ ճեղքում իհարկե ես դեռևս չեմ տեսնում, ավելի շուտ արձանագրում այն, որ Հայաստանը դեռևս գտնվում է այսպես կոչված պուտինյան ռեժիմի հետ հարաբերությունները պահպանողի դերում, ինչքան ժամանակ։ Երբ որ քեզ ուղղակի Լավրով ասավ, մենք նրան համարում ենք թշնամի, սա ուղղակի անթակույց, չգիտեմ, ասել պահանջ է, թե դիրքորոշում է, որ դուք հաշվի առեք Հայաստան։ Եթե դուք նրա հետ հարաբերությունը սերտաշեցիք կամ ռազմավարական բնույթ տվեցիք, ապա ուրեմն նշանակում է դուք մեր թշնամի պետության հետ եք ռազմավարական համագործակցություն կնքում, այսինքն այս առումով էլ ինքնիշխանության բովանդակային առումով ձևակերպման, փաստաթղթային ձևակերպման առումով նույնպես սահմանափակված ենք Կրեմլի ազդեցությամբ։ Մենք սա բավական շատ լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար, առաջիկա թեկուզ եկող տարի սպասող պարլամենտական ընտրություններին ընդառաջ եւ ուղղակի մի հարց ասենք, մենք ինչքան ենք մնալու այս երկիմաց վիճակում, երբ որ հանդուրժվելու է պետության եւ նրա քաղաքացիների դեմ զանգվածային ահաբեկչական գործողություն կատարած այդ քաղաքական ուժերի ներկայությունը, առկայությունը եւ լեգիտիմությունը։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, ձեր այս չափազանց կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Միշտ հանդիպում, բարին ձեզ։ Հաջողություն ձեզ, շնորհակալ եմ։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, ով գլխավորում է
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստանում ռեֆորմների ընթացքի, ինչպես նաև վերջին արտաքին քաղաքական զարգացումների հետ։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։